Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 15-րդ գլուխ Պատրաստություն ուխտին դաբանագը փոխադրելու։ Դավիթ իրեն համար Դավիթի քաղաքի մեջ դուներ շինեց։ Աստուծո դաբանագին համար ալ դեղը պատրաստեց եւ անոր համար վրան մլարեց։ Այն ադեն Դավիթը սավ Աստուծո դաբանագը ոչ մեկը գրելու է, բացի Ղևդացիներեն։ Արտարև դերը զանոնք ընդրեց, որ Աստուծո դաբանագը գրեն ու Հավիդյան անոր ճաշտոն գդարեն։ Դավիթ ամբողջ Իսրայելը Երուսաղեմի մեջ համախմբեց, որբեսի Տիրոջ դաբանագը անոր համար պատրաստված դեղը բարձրացնե։ Դավիթ Ահարոնի որդիներն ու Ղևդացիները հավաքեց։ Գահաթի որդիներեն Ուրիել բետն ու անոր եղբայրները 120 հոգի։ Մերարիի որդիներեն Ասայա բետն ու անոր եղբայրները 220 հոգի։ Քերսոնի որդիներեն Հովել բետն ու անոր եղբայրները 130 հոգի։ Եղիսափանի որդիներեն Սեմայա բետն ու անոր եղբայրները 200 հոգի։ Քեփրոնի որդիներեն Եղիել բետն ու անոր եղբայրները 80 հոգի։ Ոզիելի որդիներեն Ամինաթափ բետն ու անոր եղբայրները 112 հոգի։ Դավիթ Սաթով եւ Աբիաթար քահանաները կանչեց, նաեւ Ղևդացիներեն Ուրիելը, Ասայան, Հովելը, Սեմայան, Եղիելն ու Ամինաթափը եւ անոնց ասավ. Դուք Ղևդացիներու նահաբետներն եք, ուստի դուք ցեզ ու ցեր եղբայրները սրբացուցեք, որբեսի Տիրոջ Իսրայելի Աստուծույն դաբանագը բարձրացնեք այն տեղը, որ ես անոր համար պատրաստած եմ։ Արտարև առաջին անգամ դուք չրիք, եւ դերը մեր Աստվածը մեզ զարգավ, քանի որ զայն կանոնին համաձայն չփնտրեցինք։ Տիրոջ Իսրայելի Աստուծույն դաբանագը բարձրացնելու համար քահանաներն ու Ղևդացիները սրբացան, եւ Ղևդացիներուն որդիները Աստուծո դաբանագը ցողերով գրեցին իրենց ուսերուն վրա, ինչպես Մովսես պատվիրել էր Տիրոջ խոսքին համաձայն։ Դավիթ Ղևդացիներու բեդերուն հրամայեց, որ իրենց եղբայրներեն երկողներ նշանագեն նվակարաններով, դավիղներով, քնարներով ու ձնձղաներով, որբեսի զանոնք հնչեցնեն ուրախության ցայներ բարձրացնելով։ Ուստի Ղևդացիները Հովելի որդին Եմանը, անոր եղբայրներեն Փարաքյայի որդին Ասապը ու Մերարիի որդիներեն անոնց եղբայրներեն Գիսիայի որդին Եթանը նշանագեցին, նաև անոնց հետ իրենց եղբայրները երկրորդ դասեն Զաքարիա, Բեն, Հազիել, Սեմիրամովթ, Հեքիել, Ուննի, Եղիապ, Փանիա, Մասիա, Մադաթիա, Եղիփաղե, Մագենիա, Աբտեթոմ ու Հեյել թռնաբանները, երկողները Եման, Ասապ ու Եթան բղինցե ձնձղաներ գնչեցնեին։ Զաքարիա, Ազիել, Սեմիրամովթ, Հեքիել, Ուննի, Եղիապ, Մասիա ու Փանիա զիլ ցայնի համար դավիղներ ունեին, իսկ Մադաթիա, Եղիփաղե, Մագենիա, Աբտեմոմ, Հեյել եւ Ազազիա թավ ցայնի համար քնարներ երկերուն առաջնորդելու համար։ Կոնոնիա Ղևդացիներուն երաշտյան բեդը զանոնք երաշտության կվարժեցներ, որովհետև վարբեդ էր։ Փարաքյա ու Եղկանա դաբանագին թռնաբաններն էին։ Սափանիա, Հովսափաթ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Փանիա ու Եղիազար քահանաները Աստուծո դաբանագին արչև փողեր կհնչեցնեին։ Աբտետոմ եւ Հեյա դաբանագին թռնաբաններն էին։ Ուխտին դաբանագը կփոխադրվի Երուսաղեմ։ Այսպես Դավիթ եւ Իսրայելի երեցներն ու հազարաբետները Տիրոջ ուխտին դաբանագը Աբտետոմի դունեն բարձրացնելու կացին ուրախությամբ։ Երբ Աստված Տիրոջ ուխտին դաբանագը գրող Ղևդացիներուն օգնեց, 7 զվարակ ու 7 խոյ զոհեցին։ Դավիթ Փեհեզե բարեկոտ հակած էր։ Նույնպես ալ դաբանագը գրող բոլոր Ղևդացիները, երկողները եւ Կոնոնիա երկողներուն երաշտության բեդը։ Դավիթի վրա գդավի եփուտ կար։ Ամբողջ Իսրայելը Տիրոջ ուխտին դաբանագը կբարձրացներ ուրախության կոչունով, շեփորի ցայնով, փողերով ու ձնձղաներով, դավիղներ եւ քնարներ հնչեցնելով։ Երբ Տիրոջ ուխտին դաբանագը Դավիթի քաղաքը հասավ, Սավուղի աղջիկը մեղքող Բադուանեն նայեցավ եւ Դավիթ թագավորին ցածկրդելն ու խայդալը տեսնելով զայն իր սրտի մեջ արհամարեց։
Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։